բայց կան նաև այլ ադրբեջանական ապրանքների Հայաստան ներմուծման փաստեր։ 2017 թվականին Հայաստան էր ներկրվել Nutrilon բրենդի մանկական կեր, որն արտադրված էր Ադրբեջանում։ Նշված կաթի փոշին Հայաստան էր ներմուծվել Slav Group ընկերությունը, որը պատկանում էր Ազգային ժողովի ՀԿ-ական падգամավոր գործարար Արկադի Համբարձումյանին։ Իդեպ միայն ներմուծողի պիտակը հեռացնելուց հետո էր պարզ դառնում, որ ապրանքը արտադրված է Ադրբեջանում։ Այսինքն ՀԿ-ական падգամավորին պատկանող ընկերությունում շատ լավ գիտակցել են, թե որ երկրի արտադրանք են ներմուծում Հայաստան եւ փորձել են այն փակել պիտակով։ Նույն 2017 թվականին Հայաստան էր ներկրվել նաև ադրբեջանական խնձոր, որի վրայից անգամ արտադրողի ադրբեջանական պիտակները չէին հեռացվել։ Նույն թվականին պարզվել էր, որ Հայաստան է ներմուծվել խանութներում վաճառվել է ադրբեջանական անորակ կոնֆետներ։ Իսկ դեռևս 2014 թվականին մայրաքաղաքի որոշ խանութների պարենային ապրանքների բաժիններում վաճառվում էր ադրբեջանական հայտնի Azerchai բրենդի բուկետ տեսակի թեյ։ Թուրքական ապրանքների թեման նույնիսկ քննարկել չի կարելի կամ ավելորդ է քննարկել։ Սակայն չպետք է մոռանալ, որ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, մասնավորապես 2015-16 թվականներին, նրա փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված ընկերությունները օգնում էին թուրքական գյուղատնտեսական արտադրանք արտահանող ընկերություններին Հայաստանի տարածքով շրջանցելու Ռուսաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ կիրառված սանկցիաները։ Արդյունքում Հայաստանի գյուղատնտեսությունը հայտնվել էր բարդ վիճակում, քանի որ խոշոր արտահանողների համար առավել շահավետ էր հայկական արտադրանքի անվան տակ թուրքական ապրանք վերաարտահանելը։